Ողջույն մեր շատ սիրելի հետևորդներ, Նորույսի YouTube-յան ալիքով կրկին մենք ենք եւ այսօրվա իմ հյուրն է Էրիկ Ասայանը, ում ժամանել է Ֆրանսիայից եւ այս պահին Նորույսին աջակցում է կամավորական աշխատանքների միջոցով։ Ողջույն Էրիկ ջան։ Բարև բոլորիդ։ Ինչպե՞ս եք։ Լավ շնորհակալություն բրո։ Լավ, ապրես շատ։ Էրիկ ջան, ուզում եմ մի փոքր պատմես քո մասին։ Դե ես Էրիկ Ասանյանն եմ, 26 տարեկան եմ, եկել եմ Ֆրանսիայից։ Ստեղ եմ նոյեմբերից սկսած, աշխատում եմ որպես կամավոր, ձեր կազմակերպության երկու շաբթի, երեք շաբթի, ու մնացած օրերը ուրիշ տեղում եմ։ Դե ծնվել եմ Ֆրանսիայում, ավելի կոնկրետ Գրնոբլի քաղաքի մոտ, ու միշտ ուզեցել եմ գամ Հայաստան, որ ժամանակ անցկացնեմ մեր հայրենիքում ու դրա համար այդ նպատակով եկել եմ ստեղ։ Երբ չենից հաճախ ես գալիս Հայաստան։ Դե կարծում եմ, որ իմ 7 համել 8-րդ անգամ ստեղ, այսինքն կարելի է ասել, որ արդեն սովորեմ, Հայաստան եղնեմ ու դες գալիս շատ, երբեք չեմ ուզում վերադառնալ Ֆրանսիա։ Քանի որ Էրիկ ջան դու լավ խոսում ես հայերեն, ուզում եմ մի փոքր պատմես ինչպես ես սովորել հայերեն, ով է քեզ սովորեցրել։ Թե չմայր որ հերևար սաուն հայերեն չեմ խոսում, դե ես սովորել եմ մի տարի առաջ, որովհետև եթե անդրադառնում չգիտեմ 4-5 տարի առաջ անգամ էլ լավ չէի խոսում ու հենց որ գտեմ ստեղ հայրիկ ու նկատեցի որ դժվարությամբ էին խոսում քաղաքացիների հետ, դե մտածեցի որ համոտ է ու անպայման ինչ-որ մի բան պիտի անեմ ու դրա համար սկսել եմ աշխատել իմ հայրենի վրա ու այդպես ստացվեց որ հիմի կարելի է ասել որ գոհ եմ գնում։ Շատ լավ։ Իսկ Էրիկ ջան, կու պատմես մի քիչ քո ակնկալիքների մասին, առհասարակ, երբ որ եկա առաջին անգամ Նորուզին չի սպասում, արդյոք կատարվել են թե ոչ։ Դե իրականում ակնկալիքներ չունեի, ուղղակի ուզում էի գամ մեր հայրենիք, հաճախեմ, ծանոթանամ, ու ոնց ասեմ, առաջին անգամ որ եկա Հայաստան, ոնց որ տանն էի, ոնց անդ բաներ չկային, չգիտեմ, դժվար է բացատրել, բայց այդպիսի զգացողություն եմ ունեցել, շատ հաճելի էր ու միշտ կհիշեմ իմ առաջին անգամ մեր Հայաստանում։ Երբ էր եկել առաջին անգամ Հայաստան։ Երևի 5 տարի առաջ այ մոտավորապես։ Իսկ հասցրել ես արդեն Հայաստանը բացահայտել, քուհալ ես մանսերում Հայաստանին։ Դե ես Հայաստանով եմ բացի մենակ հարացում չեմ եկել, բայց անպայման այս անգամ կերտամ, որովհետև երկար ժամկետով եմ ստեղ։ Կօգտվեմ այդ հարցից, որ արնաբեմ հարաշխի։ Շատ լավ։ Էրիկ ջան, իսկ այս պահին ինչ աշխատանք ես կատարում Նորույսում, ուզում եմ մի փոքր դրա մասին էլ պատմես եւ արդյոք եղել է որևէ փորձառություն, որը քեզ օգնել է այստեղ այդ աշխատանքը ավելի լավ կատարես։ Դե իրական անցայում ես սովորում ինֆորմատիկական ոլորտում 5 տարի, ուրեմն նշանակի այստեղ մագիստրատուրա, չեմ սխալվում, մոտավորապես դրանից հետո աշխատել եմ 5 տարի հիվանդանոցում, տվյալների շուրջ ու այդպես ստացվեց, որ ձեզ համար աշխատում եմ ձեր տվյալների վրա, փորձում եմ պահեմ ձեր տվյալները, մաքրել, որ կարողանամ կատարել ինչ-որ վերլուծություններ։ Քանի որ ես գիտեմ, որ բացի Նորույսից նաև այլ տեղերում էլ ես կամավորական աշխատանք կատարում, ուզում եի հասկանալ, մինչ այս պահը Հայաստանում իրականացրած կամավորական աշխատանքները ինչպես են փոխել քո եսի ընկալումը։ Դե ուղղակի կարելի է ասել, որ իմ սեփական կարծիք եմ ստեղծել, օրինակ այս համար նաև եղել եմ Հայաստանում որպես կամավոր, այս կազմակերպել ենք ամառային արշավ երեխեքի համար ու այդ սախ փորձառությունները հնարավորություն են տվել ինձ, որ իմ սեփական կարծիք ստեղծեմ մեր Հայաստանի մեր հայրենիքի մասին։ Արդեն երկար ժամանակ է մեր հետ ես եւ ծանոթ ես որոշակի չափով արդեն մեր գործունեության, ինձ հետաքրքիր է Ֆրանսիայում կան նաև այս մոդուլով որևէ ՀԿ-ներ, որոնք ցարից նույն գործունեություն են ծավալում։ Հետաքրքիր է ինձ նաև քո կարծիքը, ինչպես ես կարևորում ես աշխատանքը։ Դե իրականում ինձ ցանոթ չէ, թե Ֆրանսիայում կա թե չկա այդպիսի նմանատիպ կազմակերպություն, բայց ուղղակի ինձ թվում է, որ ձեր կազմակերպության մեթոդը գործողությունները շատ հետաքրքիր են, որովհետև
երբ որ մտածենք, երբ որ դերասանենք, բոլորը չեն, որ ունեն ինչ մեծ ախպեր, մեծ քույր, որին կարելի է խոստովանել, չգիտեմ, անձնական փորձառության մասին խոսալ ու ձեր կազմակերպությունը հնարավորություն է տալիս այդ դերասաններին աջակցություն ստանալ ու ստուգում է, որ շատ լավ հարաբերություն ունա այդ դերասանների համար։ Երիք ջան, այս փորձառության ընթացքում կար որևէ մի բան, որ քեզ համար դժվար էր անհասկանալի, որ մինչ կալեդ չէր նախատեսել։ Ինքս ասած չի այդ դժվարություն չեմ ունեցել, չեմ տեսել, ուղղակի կարծում եմ, որ իմ փորձառությունը, որ ունեցել եմ Ֆրանսիայում, այդ 5 տարվա ընթացքում հիվանդանոցով շատ աղոթում էի ինձ, որ աշխատեմ ձեր հետ, ասենք արդյունավետ աշխատեմ ձեր հետ, մ, Մենք շատ շնորհակալ ենք քո կատարած աշխատանքի համար, Երիք ջան, քանի որ նշեցիր փորձառության մասին, որ Ֆրանսիայում եւս աշխատել ես տվյալների բազայի վրա եւ այստեղ արդեն ավելի հեշտ է եղել։ Ես իմ մասով էլ կարող եմ ասել, որ ես մասնագիտությամբ լրագրող եմ ու մենք քանի որ նորից սկսել ենք արդեն նոր շարք ոդքասթային, ինձ էլ իմ մասնագիտությունը օգնեց, որպեսզի այստեղ ես կարողանամ արդեն հմտություններին ծանոթը եւ իրականացնել այդ ոդքասթային շարքը։ Երիք ջան, որպես ամփոփում ինձ շատ հետաքրքիր էր քո կարծիք, օրինակ, ինչ խորհուրդ կտայր սպուկի երիտասարդներին, որ նրանք գային ինչի համար գային Հայաստան եւ կամավորություն անեին։ ես սախին քախելապուց եմ, որ գան Հայաստան, այդ ինձ թվում է, որ շատ կարևոր է ամեն մեկ իր սեփական կարծիքը ստեղծի, ոչ թե լրատվամիջոցից, համել իշի կարծիքից, այլ իր սեփական կարծիք ստեղծի, շատ կարևոր է ու ես համոզված եմ, որ սախ մարդիկ, որոնք գալիս են սփյուռքահայց, իրենց դուր կգան Հայաստան հայրենիքը, որովհետև մենք կիսում ենք նույն արժեքները, նույն սկզբունքները, այնպես որ սախին պիտի աջակցեն, ամեն գոնե մի անգամ ժամանակ տրամադրեն մեր հայրենիքին, համ որպես կամավոր, համ որպես չգիտեմ ինչ, բայց կարևոր է, որ մարդիկ գան Հայաստան տեսնել հենց աչքերով։ Անչափ շնորհակալ եմ, ուզում եմ սիրելի հետևորդներ Երիկի այս գեղեցիկ միջոցած կարծիքով էլ ավարտենք մեր հաղորդումը եւ եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ մեր հյուրն էր Երիկ Ասլանյանը, ով ժամանել էր Ֆրանսիա եւ այս պահին Նորիսում կամավորական աշխատանք էր իրականացնում։ Իսկ տաղավարում ձեզ համար աշխատեց Նինա Աբիվարյանը։ Առայժմ